Հարցպատասխանի ընթացքում դուք հետաքրքրվեցիք Նուբարաշենի գործից, այսինքն ծնվաններից բացի մեկ այլ դեպք։ Ոչ, մի քանի օր առաջ ուրբաթ օրը կարծեմ հրապարակում եղավ Նուբարաշենում աշխատակիցների միջև ծեծկռտուքի մասին։ Ես էլ եմ այդ տեղեկությունը ստացել, ասում եմ, որ Նուբարաշենի բանկում Իսկ թվաց դրա մասին ենք խոսում։ Բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր կաբինետում իր օպերներ Արամ Հարոյանին կամ լավ ես անում։ Ես կարդացել եմ նյութը։ Եթե մեկնաբանությունը ձեզ հետաքրքիր, միանգամից մեկնաբանեմ։ Դրան էի պատասխանում, որ ծեծելը դեռևս պետք է ուսումնասիրություն արվի, ծառայական քննություն է նշանակվել հենց ուրբաթ օրը, իհարկե մենք դրա մասին գիտեինք մինչև հրապարակումը, այդ մասին մեզ զեկուցվել էր, ծառայական քննությունը նշանակվել է եւ քննության արդյունքներով կպարզվի, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք։ Եվ աշխատանքական հիմնարկները ինչ ծանրաբեռնվածություն ունեն այս պարտիվին, որտեղ մենք խոսում ենք համաներման մասին, եւ եթե շատ ծանրաբեռնված հիմնարկների բոլոր դիմախոսների, Փաշինյանի, որպեսզի այսպես ներկայացնի անդամից ասում, լսել արտահայտությունները կամ Ձեր հարցի երկրորդ մասին միանշանակ չեմ անդրադառնա, առաջի մասին ասեմ, որ քրեակատվական հիմնարկների ընդհանուր թիվը այս պահին 2845 է, եթե չեմ սխալվում, եւ մենք ունենք լրակազմով մինչև 4000 անձին քրեակատվական հիմնարկներում պահելու հնարավորություն։ Ես ասում եմ թվերի մասին, որոնք որ համապատասխան նախարարի հրամանով արձանագրված են։ Դեռ 4000 հոգու տեղ կա, թե Ոչ, ընդհանուր լրակազմը մոտավորապես 4000 հոգու համարեն։ 2845։ Փաշինյան առաջարկ է ներկայացրել, որպեսզի պատարակներից առաջ հնչի օրհներգը դուքի արտիքներից անում եւ նաեւ յուրական ծրագրեր։ Նայեք, ցանկացած հարց, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, ես ի սկզբանե ասեմ, որ չեմ պատասխանել, նաեւ խնդրում եմ նկատի ունենաք, որ ես վարչական պաշտոն զբաղեցնող անձ եմ, ում իրավունքները, պարտականությունները նախատեսվում են քրեակատվական ծառայության մասին օրենքով եւ քրեակատվական ծառայության մասին օրենքը մեզ արգելում է ունենալ որոշակի եւ մեր ելույթներում խոսել որոշակի քաղաքական եւ մնացածություն։ Դա իմ ընտրությունն է, պատասխանել ձեր հարցին, թե ոչ, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, շնորհակալություն։ Արտիկի քրեակատվական հիմնարկի պետի տեղակալի տղայի հետ կապված այդ միջադեպը, որ տեղի ունեցավ, դուք դրանից ինչ հետևություններ արեցիք, արդյոք պետի տեղակալի գոնե ժամանակավոր լիազորությունները կասեցնելու անհրաժեշտություն չկար։ Նայեք, մենք ցանկացած գործողություն, որ իրականացնում ենք, պետք է այդ գործողությունը բխի օրենքից։ Օրենքում համապատասխան օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կատարած կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Սրա հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումը, որը որ ցանկանում եմ հնչեցնել միանշանակ, մենք ինչ-որ ծախսել նշեցինք քրեակատվական հիմնարկներում ունենք 2845 ազատությունից զրկված անձ։ Եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթներին, մենք ուրեմն պետք է բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ եւ պահանջ ներկայացնենք եւ պահանջ ներկայացնենք այդ անձանց այս կամ այն աշխատանքից ազատելու, որը կարծում եմ, որ անպատժելիության ոչ, որովհետև նայեք, հիմա ես նաև իմ փորձով ձեր հետ կիսվեմ, քրեակատվական հիմնարկներում անչափահասները վերջի տարիներին, լսում եք, վերջ տարիներին անչափահասները նվազագույն թիվ են մեր մոտ ունեցել քրեակատվական հիմնարկներում։ Անցյալ տարի մենք անգամ ունեցել ենք դեպք, որ անչափահաս ազատությունից զրկված անձ չենք ունեցել։ Այս ունենք 6 անչափահաս ազատությունից զրկված։ Այս անչափահասները սովորաբար հայտնվում են քրեակատվական հիմնարկներում ամենածանր հանցանքների դեպքում։ Այսինքն մնացած դեպքերում պետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս անձին չհայտնվեն քրեակատվական հիմնարկներում եւ այսպես ասած կրկնակի հանցածին, այսպես ասած, իրավիճակում չհայտնվեն, որը որ շատ լավ է եւ որը որ տվել է իր արդյունքները։ Նայեք, չէ, թողեք վերջացնեմ։ Եվ մենք ունենք 4 անչափահաս, կասեմ 5 չէ, 5 անչափահաս, ովքեր որ իրականացրել էին այդ ծեծը եւ 4 իրենցից կալանավորվել էր։ Այսինքն
Իմ տեղեկություններով 3-ը 20 օր, մեկը 1 ամսով։ Հիմա ինչա ասածս, մենք այս վերջի տարիներին, վերջի 6-7 տարիներին չենք ունենա այնպիսի դեպք, որ անչափահասը կալանավորվում է ծեծի հոդվածով։ Իսկ սա նաև աննախադեպ էր այս տեսանկյունից, որ անչափահասը այս այո, խմբակային ծեծի մասին է եւ նաև այստեղ ազդեցություն է ունեցել։ Ես չեմ արդարացնում, ընդհակառակը դա իմ համար շատ մտահոգիչ է ընդհանուր հասարակական տեսանկյունից, որ մենք այդպիսի երևույթներ, որը պետք է կարգու կանոն բանդերում հաստատի, այնպես այն որ բանդում հայտնվածը ուղղվի բանդից դուրս գալուց հետո ճիշտ ճանապարհով գնա։ Ես ցանկացած բան, եթե մենք խոսում ենք, ես ուզում եմ, որ մենք խոսենք հողի վրա երկու ոտքով կանգնած վիճակում։ Մենք այո, հիմա նայեք, մենք այնպես չի, որ մեր համար նորություն է, որ մեր հասարակության մեջ հատկապես այս տարիքի երեխաների շրջանում լինում են ծեծի դեպքեր։ Սա մեր համար նորություն չի։ Եվ սա նաև մեր հասարակության, չէ, թողեք վերջացնեմ։ Չէ, ես հիմա տանում եմ նրան, թե մեր հասարակությունը ընդհանուր առմամբ, հատկապես տղաների շրջանում, բռնության քարոզող հասարակություն է։ Այսինքն տղան մեծանում է, տղային ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրատուր գլխին, ու երեխաներին սովորեցնում են ավելի շատ բռնություն, քան առողջ հարաբերություններ եւ առողջ կոմունիկացիա։ Եվ մենք ունենք այս մասով շատ դեպքեր հաստատ կունենանք, երբ որ այդ չի տեսանկարահանվել, համապատասխան համացանց չի գծվել եւ այդ դեպքերը անհետ, այսպես ասած, այստեղ հայրիկը քրեակատարողական ծառայության հիմա իմ ասածը այն է, որ պետք չի թիրախավ, ես ընդհանրացնում եմ, որովհետեւ նախ ես նշեցի, որ մենք ցանկացած մեր գործողություն պետք է անենք օրենքից ելնելով եւ մեր օրենքը չի նախատեսում անձին աշխատանքից ազատում իր ազգականի կողմից կատարված հանցանքի ոչ էլ լիազորությունների սահմանափակում է ենթադրում օրենքը նախ այս մասին խոսենք եւ նաեւ ուզում եմ որ երեխաներին էլ չթիրախավորենք քրեական ենթամշակույթ տերմինը իրենց վրա կպցնելով որովհետեւ այս երևույթը որը մենք ունենք մեր հասարակության մեջ ծեծով հարցերը լուծելու երևույթը մենք մեր հասարակության մեջ ունենք եւ եթե դրա անունը դնենք քրեական ենթամշակույթ մենք կստացվի մեր հասարակության մեծ մասը կրում է քրեական ենթամշակույթ абսուրդ է գիտեք որ մեկի հայրը քրեակատարողականի աշխատիկից է մեկինը դպրոցի տնօրենն է մյուսինը մանկապարտեզի դաստիարակ է կամ դաստիարակչուի մեկինը համայնքի վարչական ղեկավար է այսինքն մարդիկ որոնք ինչ որ ինստիտուտներ են կառավարում Մեր համար այստեղ ամենակարևորն էր հասկանալ, թե լծակների մասին խոսեցիք, այդ անձը ունեցել է որոշակի վարքային դրսևորումներ տարբեր կերպ ազդելու նախաքննության կալանքի տակ եղել, մեկ ամսովն է եղել, թե 20 օրը։ 20 օրը, 3-ից, չէ, անչափահասները ապօրինական քրեակատարողական հիմնարկում են բոլորը։ Անչափահասները եւ կանայք ապօրինական քրեակատարողական հիմնարկում են իրենց պատիվ։ Խոսել եք նրա հոր հետ, որը նոր արտիստի է, ինչ մեկնաբանություն եք ինչպես է որդու այսպես պահպանություն եք նավանել։ Ես խոսել եմ հոր հետ, բայց քանի որ դա շատ կոնֆիդենցիալ խոսակցություն է, չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել նաև անձի անձնական տվյալների գաղտնիությունը։